Վանաձորի թիվ 7 տնակային մանկապարտեզի պատերին դեռ պահպանված ռուսերեն գրառումները հիշեցնում են. այս կառույցը հայրենական մեծ պատերազմի տարիներից ծառայել է որպես խորհրդային բանակի զորամաս։ Տասնամյակներ անց քարե երեսպատմամբ փայտյա այս շինությունում երրորդ մաս կոչվող թաղամասի երեխաներն են կրթվում։ Փայտի վառարաններով տաքացվող սենյակներում 2 խումբ է գործում։ Ներսում նկարահանելու թույլտվություն չստացանք, բայց դրսից էլ ակնհայտ է՝ նախկին զորամասն անմխիթար վիճակում է։ Փառք Աստծո, պահպանվել է այլի, երեխաները հաճախում են, ծնողները հաճույքով գալիս են մանկապարտեզ, բայց արդեն վաղուց իր դերը վերջացրել է։ Այս տնակային մանկապարտեզը քանդելու եւ նորը կառուցելու մասին քաղաքային իշխանությունները խոսում են դեռ 2023 թվականից։ 2024-ի տարեմուտի ուղերձներում քաղաքապետարանից վստահեցնում էին, սա քաղաքի վերջին տնակային մանկապարտեզն է, որը տարեվերջին արդեն պատրաստ կլինի։ 23 թվականին արդեն իսկ մեծ ծավալի աշխատանքներ իրականացվել են, 24 թվականին նախատեսված է գրեթե 2 անգամ աշխատանքները ավելացնել։ Կկառուցվի Վանաձորի թիվ 7 տնակային մանկապարտեզի շենքը։ Այսպիսով Վանաձորում տնակային մանկապարտեզ այլևս չի լինի։ Չնայած խոստումներին ավելի քան 1.5 միլիարդ դրամ արժողությամբ նախագիծը միայն հիմա է փորձաքննություն անցնում։ Շինարարությունը նախ 2024-ի սուբվենցիոն ծրագրերից տեղափոխվեց 2025, իսկ օրերս հայտարարվեց նոր ժամկետ՝ 2026 թվական։ 26 թվականի ծրագրերից թիվ 7 տնակային մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում փորձաքննության փուլում է։ Պարզ փորձաքննության փուլում է, նշեմ, որ 7-րդ մանկապարտեզը անցնելու է նաև համալիր փորձաքննություն։ Մոտավորապես կարող ենք նշել գրեթե 20 օրվա ընթացքում կարող է պատրաստ լինել ուղարկեն կառավարություն արդեն հաստատման։ Չնայած պաշտոնական պնդումներին, թե թիվ 7-ը վերջին տնակայինն է, Վանաձորում կան նույնքան վատթար պայմաններով այլ մանկապարտեզներ ևս։ Կոնգո կոչվող թաղամասի թիվ 3 մանկապարտեզի քայքայված փայտե պատերին միակ նորությունը փայլող ցուցանակն է։ Թեև 2025-ի տարեկան հաշվետվության մեջ նշված է, թե 190 միլիոն դրամանոց ծրագրի մեկնարկն արդեն տրված է, իրականում անգամ շինարարության մրցույթը հայտարարված չէ։ Մանկապարտեզը տեղում է, երեխաներն ու աշխատողներն էլ ներսում։ Տնօրեն Գոհար Քոչարյանը մեր հարցերին կարճ պատասխանեց։ Եղել է խոսք եղել է 7-րդ մանկապարտեզի մասին, քաղաքապետարանը իր խորհրդակցությունների ժամանակ այդ հարցին անդրադարձել է եւ տեղյակ են եւ մենք պետք է արդեն աշխատանքներ կատարենք։ Այսինքն որ թվականից է նախատեսված արդեն 3-րդ մանկապարտեզը։ Մտածես թվականի մեջ սպասում ենք մենք այսօր քանդվելուն արդեն։ Անցած տարի նախատեսված չէր։ Ես ոչինչ չեմ կարող ասել, բերեք նայեք դրսում ինչ։ Անցած տարի ավարտին հասցվեց թիվ 8 մանկապարտեզը, որի շինարարությունը ծրագրերում էր դեռ 2021-ից, իսկ թիվ 4 տնակային մանկապարտեզի աշխատանքը դեռ 80%-ով է իրականացված։ Մինչ նախագծերը թղթից թուղթ են փոխանցվում, Վանաձորի թիվ 3 եւ թիվ 7 տնակային մանկապարտեզներ շարունակում է հաճախել 90 երեխա։